Իհարկե, ամբողջ տարածաշրջանի համակարգն է փոխվել, ոչ թե միայն Հայաստանն եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները, եւ Վենցի այցը ցույց տվեց, որ մի փոքր տարածաշրջան, որ երբեք կարևոր չի եղել արևմուտքին, նամանավանդ աշխարհի ամենահզոր երկրի Միացյալ Նահանգներին, բայց տեսանք, որ այդ երկրի փոխնախագահան, այսինքն աշխարհի երկրորդ ամենահզոր անձնակատարը, այցելեց այս տարածաշրջանը։ Սա արդեն դա տեղով ցույց է տալի, որ իսկապես ամբողջ դինամիկան տարածաշրջանի փոխվել է։ Եվ այո, Հայաստանը դարձել է այս փոփոխության, այս դինամիկայի անկյունակարը։ Այդ առումով պետք է նայենք ավելի լայն կառուցային տեսանկյունից եւ հասկանանք այն համակարգային փոփոխությունները, որ Հարավային Կովկասը ներկայիս ունի։ Եվ այդ փոփոխությունը սկսեց, այո, Հայաստանից, երբ որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները սկսեցին իրենց հարաբերությունները ամրացնել եւ հզորացնել։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հուշագիրները եւ ստորագրությունները, որ ունենք, դա հիմքը ստեղծեցին, որ ունեցանք այդ այցը։ Բայց օգոստոսի 8-ից առաջ մոտարապես հունվարին, դեպի հունվարի վերջ 2025-ին Հայաստանն եւ Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության օրակարգը կնքեցին։ Եվ դա եղավ հիմքը, որը սկսեցինք բանակցությունները այս միջուկային էներգետիկայի հետ կապված, սկսեցինք բանակցությունները տնտեսական փաթեթների, բարեփոխումների, Միացյալ Նահանգների կողմից ինստիտուցիոնալ օգնությունների հետ կապված, այսինքն բազմաթիվ ծրագիրներ սկսեցինք երկու կողմը մշակել եւ աշխատել այդ օրակարգի վրա։ Օգոստոսի 8-ից հետո այո, ոչ թե միայն հարաբերությունների խորացան եւ զարգացան, բայց կարողացանք այդ օրակարգ, այդ ռազմավարական գործընկերության օրակարգը զարգացնենք այն մակարդակի, որ այդ ստորագրությունից առաջ անկարելի էր։ Այդ առումով, երբ որ Վենցը այցելեց, նայեք, եթե յուրաքանչյուրը հասելի է, որ շատ լուրջ բան չէր եւ շատ կարևոր ստորագրություններ չի եղել, իրենք չեն հասկանում այս գործընթացները ոնց է կատարվում։ Մեր շատ հասարակ օրինակ տամ։ Այս միջուկային էներգետիկայի հասկացողությունը, համաձայնությունը, որ Հայաստանը կնքեց Միացյալ Նահանգների հետ, սա հիմնված էր այդ 1-2-3 հասկացողության կամ համաձայնության ծրագիրը, որ Միացյալ Նահանգները ունի։ Աշխարհում միայն 26 երկիր են, որ ունեն այս հասկացողությունը, այս 1-2-3 համաձայնության հոդվածի համաձայնագիր է կոչվում, հա, 1-2-3 հոդվածի համաձայնագիր, այո, կարծես թե։ Ինչ է դա։ Հոդվածը մտնում է բանակցությունների ավելի լայն եզրույթի մեջ, բայց ինչն եմ տալի, միայն աշխարհում 26 երկիր ավարտել է այդ բանակցությունները եւ եկել է այդ 1-2-3 համաձայնության վերջնական կետին, որից հետո կնքել է այն ստորագրությունը, այն համաձայնությունը, որ Հայաստանը կնքեց։ Այսինքն մենք գտնվում ենք, այո, այդ ամբողջ աշխարհում 26 երկրներից միայն 26 երկրներից մեկը, որը Միացյալ Նահանգները մեզ տալիս է այս տեխնոլոգիան, թույլ է տալու, որ Հայաստանը կառուցի իր նոր ատոմական էներգետիկայի կարողությունները, եւ դա հիմնված է լինել ոչ թե վերջին տեխնոլոգիայի հետ, բայց գաղտնի տեխնոլոգիա, որ Միացյալները ուրիշ երկրների հետ չի կիսվի։ Այսինքն յուրաքանչյուր սա հասկանում է, մենք ոնց կարող են ասեն, որ այստեղ լուրջ բան չեղավ եւ այս ստորագրությունները ոչ մի արդյունք չբերեցին։ Դա առաջինն է։ Երկրորդը, երբ որ սկսեցին քննարկել այս բանը Թրամփի ուղի հետ կապված թրիպի ծրագիրը, բոլորը ասում են, որ ոնց է ֆինանսավորվելու, ինչ է լինելու, սա արհեստական մի կոնցեպտ է, որ առաջարկում են եւ այլն եւ ոչ բան չի լինելու։ Այսօր ակնհայտ է, որ եւ Վանցի այցը ցույց տվեց, որ շատ լայն փաթեթներ են, ֆինանսական եւ տնտեսական փաթեթներ են ներկայիս կազմվում, ներդրողների թիմեր են կազմվում, ովքեր որ գալու են եւ սա իրականացնեն։ Այսինքն դա երկրորդ որոշում եւ հասկացություն էր, որ կարողացանք ապահովենք այս այցից։ Երրորդը, որը իմ կարծիքով ամենակարևորներից մեկն էր, եւ դա պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգները ռազմական բարձր տեխնոլոգիա ծախեցին Հայաստանին։ Նայեք, բոլորս ովքեր որ աշխատում ենք այս ծրագիրների վրա, կլինի Washington DC-ում, կլինի Սպիտակ տան հետ, երբ որ շփումներ ունենք, կլինի State Department-ի հետ, երբ մենք շփում ունենք, բացառվում էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանին զենք կծախեր կամ ռազմական տեխնոլոգիա կտար։
8 տարի, 10 տարի, որ այս ծրագրերի վրա աշխատում ենք, արդյունք չկար։ Բայց տեսանք, որ վերջապես սա իրականացվեց։ Այսինքն այդ դուռը, որ բոլորը ոչ մեկի մտքից չէր անցել, որ մի օր կբացվի, Վանցի այցից հետո բացվեց եւ Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանի Հանրապետությանը զենք ծախի եւ ռազմական բարձր տեխնոլոգիաներ ծախի, որը մենք այդ կարողությունը չենք ունենալու անցյալում գնել։ Նույն ժամանակ տեսնում ենք, որ այն տեխնոլոգիան, որ Միացյալ Նահանգները Հայաստանին ծախեց, Ադրբեջանը դա չի ստացել։ Եվ Ադրբեջանը նոր պետք է սկսի բանակցությունների գործընթացը եւ պետք է տեսնենք դա ինչքան ժամանակ է տևելու, մինչեւ իրենք հասնեն այս նպատակին։ Բայց ակնհայտ է, որ մենք հասանք մեր նպատակին եւ այս այցով դա իրականացվեց։ Այսինքն եթե այդ առումով թե նայում ենք էներգետիկայի ոլորտով, անվտանգության, ռազմական ոլորտով, ենթակառույցների եւ այս TRIP-ի ծրագրի հետ կապված ահագին առաջադիմումներ են ունեցել եւ կոնկրետ արդյունքներ են ունեցել։ Այդ առումով իմ համար մի քիչ անհասկանալի է, երբ որ մեկը փորձում է ասի, որ այս այցը արդյունք չբերեց կամ արհեստական մի երևույթ է։ Երբ որ Հայաստանը ռազմավարական գործընկերության օրակարգը կնքեց Միացյալ Նահանգների հետ, դա փոխեց դինամիկան։ Այսինքն Միացյալ Նահանգները արդեն սկսեց Հայաստանին ընդունել ըստ Միացյալ Նահանգների օրենքներով այլ տեսակի գործընկեր եւ ոչ թե միայն ունենք ինչ որ մենք ունենք դրանից առաջ։ Այսինքն ռազմավարական գործընկերության օրակարգը արդեն թույլ տվեց, որ մենք սկսենք ավելի կոնկրետ եւ ավելի ամուր ձևի ձգտենք մեր պահանջները եւ մտնենք բանակցությունների մեջ։ Դա առաջինն էր։ Երկրորդը այս մեր շրջադարձը դեպի արևմուտք եւ այն խորը հարաբերություններ, որ մենք ամեն Միացյալ Նահանգների հետ կառուցեցինք։ Եթե այո, եթե անցյալում, ոնց որ նշեցի, մենք փորձում ենք գնանք այստեղ պաշտպանության նախարարություն եւ յուրաքանչյուրի դուռը խփենք եւ ասենք կարող ենք այս հարցը շուրջ խոսենք, բոլոր դուռները Հայաստանի համար փակ էր, որտեղ Հայաստանի Հանրապետությունը համարվում էր որպես ռուսական գաղութ։ Պետք է ազնիվ լինենք։ Այո, բայց մեր նոր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի ռազմավարության միջոցով մենք դա փոխեցինք, այս ռազմավարական գործընկերության օրակարգի միջոցով դա փոխեցինք, բայց այո, ամենամեծ դերակատարը, ամենամեծ իրադարձությունը, որ թույլ տվեց հասնենք ուտեղ որ մենք հասանք, դա օգոստոսի 8-ի Վաշինգտոնի համաձայնություններն էին։ Դրանից հետո Միացյալ Նահանգները հասկացավ, որ ամենակառուցողային դերակատարը Հարավային Կովկասում, ամենաառողջ ժողովրդավարություն ունեցող համակարգը Հայաստանում եւ ամենա հավատարիմ գործընկերը Հայաստանում Միացյալ Նահանգների համար տարածաշրջանում դա Հայաստանն է։ Երկրորդը, ինչ որ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Հայաստանը իր անդամությունը ՀԱՊԿ-ի մեջ սա ակնհայտ է, սառացրել է եւ դա Միացյալ Նահանգների համար բավարար է։ Այսինքն Միացյալ Նահանգները հասկանում է, որ Հայաստանը de facto այլևս ՀԱՊԿ-ի անդամ չէ։ Այո, դե ժուր թուղթի վրա անդամ է, բայց երբ որ Հայաստանը չի մասնակցում ոչ մի ծրագիրներով ՀԱՊԿ-ի, հանդիպումներին, ֆինանսական ծրագիրներին եւ այլն, արդեն Միացյալ Նահանգների համար շատ ակնհայտ է, որ Հայաստանը այստեղ այլևս ՀԱՊԿ-ի անդամ չի։ Երկրորդը երևի բանը անցյալում սա գաղտնիք է, բայց ներկայիս կարող եմ ես կիսվել, երբ որ Հայաստանը սառացրեց իր անդամությունը ՀԱՊԿ-ում, սա Բայդենի վարչակազմի տակ էր։ Եվ այդ ժամանակ քննարկում էր Հայաստանը, որ ճիշտ կլինի, եթե ամբողջովին ելնի ՀԱՊԿ-ից եւ ոչ թե միայն սառացնի։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգների անվտանգության խորհրդի ղեկավարը Ջեյք Սալիվանը Բայդենի վարչակազմին Հայաստանին ասաց, որ դա պետք չէ դուք ներկայիս անեք, որովհետեւ դա ավելի լարվածություն կստեղծի Ռուսաստանի հետ եւ եկեք չդիմենք այն քայլերին, որը Վրաստանը արեց Սաակաշվիլիի ժամանակ։ Այսինքն Միացյալ Նահանգները հասկացրեցին, որ անդամը, որպեսի անդամ սառացնելը մեր համար բավարար է, դուք de facto արդեն հելել եք ՀԱՊԿ-ից, որտեղ դուք անդամ չեք, միայն անունով եք անդամ։ Այո, եւ եթե անցյալում յուրաքանչյուր պահին ռուսական ռազմական ներկայացուցիչները կարող էին մտնել Հայաստանի յուրաքանչյուր զորամասում եւ վերցնեին այն տեխնոլոգիան, որ իրենց համար կարեւոր էր, կամ ունենային հասարակություն յուրաքանչյուր մեր ռազմական գաղտնիքներից, դա ներկայիս բացառվում է։ Այս տեսակի փոփոխություններն էին, որ Միացյալ Նահանգները համոզվեցին եւ հասկացան, որ
Հայաստանը իսկապես այլևս ՀԱՊԿ-ի անդամ չի եւ ունեն այն վստահությունը մեր հանդեպ, որ ծախեն մեզի այս բարձր տեխնոլոգիաները։ Փաստորեն թե Միացյալ Նահանգները այդ վստահությունը ունեն, դա շղթայաբար կգնա եւ Եվրամիության անդամներին, կարծում եք արդյոք այլ երկրների եւս, որտեղ մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիան կարծես թե սառեցրեց, կանգնեցրեց մի գործընթաց, էլի նույն մտավախությամբ, որ եթե Հայաստանին մենք աջակցենք, Հայաստանին ինչ-որ բան տրամադրենք, չի բացառվում, որ դա ընկնի Ռուսաստանի ձեռքը։ Միացյալ Նահանգները բացեցին այդ ճանապարհը, այդ վստահության։ Կարող եմ ասեմ Ֆրանսիան բացեց, բայց այո, ձեր հարցավլի կոնկրետ ձևի պատասխանեմ, Եվրոպան նամանավանդ անվտանգության եւ ռազմական ոլորտում իրենք միշտ հետևում են այն քայլերը, որ Միացյալ Նահանգներն են տենում եւ կոպիտ ասած Միացյալ Նահանգների կանաչ լույսը միշտ կարեւոր է եղել։ Այդ առումով որ Միացյալ Նահանգները այս առաջին քայլը վերցրեցին, սրանից հետո մեր համար ավելի հեշտանալի է։ Եվ նկատի չունենք միայն, ասենք, զենքերի զինամթերքի, բայց բարձր տեխնոլոգիաների։ Իտալիայի դինամիկան մի քիչ տարբեր է, չեմ ուզում շատ խորանամ դրա մեջ, այնտեղ Ադրբեջանի լոբինգը կար, Ադրբեջանի ազդեցությունը կար, Ադրբեջանը արդեն ահագին նավթ է ծախում Իտալիային եւ Իտալիայի շահերը բխեցին, իրենք կառավարեցին շատ ճկուն ռազմավարություն եւ ժամանակավոր սառացրեցին այդ գործընթացը, ոնց որ դուք նշեցիք։ Եվ իրենք օգտագործեցին այն պատճառը, որը դուք նշեցիք։ Բայց այո, Միացյալ Նահանգների այս քայլից հետո մեր բոլոր Եվրոպայի գործընկերները պատրաստ են մեզ սկսել ծախել այն տեխնոլոգիան, որ մեզ պետք է։ Բայց ազնիվ եթե Հայաստանի Հանրապետությունը կարողանա, այո, գնի այն բաները Միացյալ Նահանգներից, որ մեզ պետք է, Միացյալ Նահանգների զինտեխնիկայից ավելի բարձր մակարդակի եւ ավելի զարգացած զինտեխնիկա չկա։ Այդ առումով մենք միշտ հենվում էինք, փորձում ենք Եվրոպայից մի բան առնենք, որտեղ Միացյալ Նահանգների դուռները փակ էին։ Բայց որ այս դուռը բացվեց, արդեն մեր համար շատ բան փոխվեց։